Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմելյանն է, ողջույն, պարոն Խզմելյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք գնահատում Ռուսիայի գործարար Սամվել Կարապետյանի արդեն կալանավորման փաստը, մեղադրանքը իշխանություն զավթելու հրապարակային կոչն է, դեպ նրա փաստաբան այսօր Factor TV-ին ասում էր, որ այդ կոչը Կարապետյանը հղել է եկեղեցուն պետությանը հաշտեցնելու նպատակով, այսինքն երբ որ ասում էր կմասնակցենք, այլ հաշտեցմանը կմասնակցեր, ինչ եք դուք մտածում։ Այստեղ ենթիմաստ կա, որովհետև կարծում եմ սա մի գործընթացի, ամբողջական մի գործընթացի մասը պետք է դառնա, որը մենք գնահատում ենք կուսակցությունում որպես ապագաղութացման թե ուշացած, բայց փորձ կամ գոնե այդ փորձի սկիզբ։ Սա ասելով ինչ է նկատի ունեք։ Ես նկատի ունեմ ոչ թե բուն Սամվել Կարապետյանի ժամանակավոր կամ, չգիտեմ, տևական բանտարկությունը, ազատազրկումը, երևի այդպես կարելի է, այլ այն, ինչ ասվել էր դրանից առաջ, Հայաստանի էլեկտրացանցերի ազգայնացումը։ Սա իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, որովհետև դա չի առնչվում ռուսահայ գործարար, միլիարդատեր, Forbes-ի երկրորդ հազարյակի անդամ Սամվել Կարապետյանին։ Սա վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ մեր տեսակետից մեր կուսակցության ամփոփող մոտեցումը այստեղ հետեւյալն է։ Մենք ողջունում ենք ցանկացած գործողություն պետության կողմից, որն ուղղված է ապագաղութացմանը։ Ռուս-ազերի թուրքական այս գաղութային իրավիճակից դուրս գալու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը հետևողական լինի, ապա դա մի մեծ գործընթացի սկիզբ պետք է դառնա, որի մեջ մտնում են ոչ միայն էլեկտրացանցերը, թեև դա էլ է մեծ ու զգայուն մի մաս, որը չի կարելի փոխանցել որևէ ռուսահայ, հատկապես ռուսաստանցի հարկային ռեզիդենտ հանդիսացող մեկին, խոսքը պետք է շատ ավելի լայն կոնտեքստ, ենթատեքստ ստանա, դա եւ երկաթուղիներն են, որոնք պատերազմի ժամանակ փաստորեն այդ մասին քիչ են խոսում, ես շատ մեծ ցավով եւ վրդովմունքով, զայրույթով հիշում եմ, որ ռոկադա հանդիսացող, այսինքն մինչև ռազմաճակատ հասնող, մինչև սոտք կայրան հասնող հայկական երկաթուղին չէր գործում Հայաստանի Հայաստանի համար ամենադաժան օրերին, ճակատագրական օրերին։ Մենք պետք է որ օգտագործենք ոչ թե մինիբասերը, որով հասնում ենք մեր ջոկատները այդպես են հասնում ռազմաճակատ եւ շտապ օգնության մեքենաներով, հարյուրներով, հազարներով բերում ենք այնտեղից մեր զինվորներին ողջ եւ վիրավորված, մահացած։ Մենք ոչ զինամթերքի, ոչ զինվորական ուժի տեղափոխման համար չենք կարող օգտագործել երկաթուղին պարզ պատճառով, որտեղ այն պատկանում էր Ռուսաստանին։ Ռուսական երկաթուղի որպես մենաշնոր ունեցող ընկերություն թշնամական քաղաքականություն էր վարում եւ փաստորեն մաս էր կազմում ռուսական հակահայկական այդ քաղաքականության։ Այդ մասին մենք դեռ չենք խոսել, բայց երկաթուղու օրինակ ոլորտում 100 միլիոնից ավել չարաշահումները դոլարից 100 միլիոն դոլարից ավել չարաշահումները արդեն ապացուցված դրված էին դատախազի սեղանին եւ միայն Լավրովի եւ Պուտինի անձնական միջամտությունը փրկեցին փաստորեն այդ չարաբաստիկ ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը Հայաստանում ազգայնացումից։ Ես կարծում եմ, որ էլեկտրացանցերի հետևից պետք է գնա եւ երկաթուղին, եւ հանքերը, եւ բազմաթիվ այլ ոլորտներ։ Այսինքն դուք հեցի հավանական ազգայնացումը հավանական անվանենք, որովհետեւ իշխանություն կարող է մի բան ասել, բայց մինչև վերջ չանել, այդպիսի դեպքեր կան։ Հավանական ազգայնացումը համարում եք ապագաղութացում կամ դրա գործընթացի մաս, եթե դա տեղի ունենա։ Ես մեծ հույսեր ունեմ, քանի որ մենք լսել ենք նույն օրերին, նույն վերջին ժամերին, որ
կառավարությունը նորից դիտարկում է ռուսական հեռուստաալիքների փակման Դա հետաքրքիր պատմություն է, քանի անգամ պետք է Փաշինյանին հայհոյեն եւ ստորացնեն, նվաստացնեն, որ փակվեն այդ հեռուստաալիքները, ինչ եք կարծում։ Թիվ կա, ասենք ԿՊ-ում այդպիսի լիմիտ դրված է, ասենք համբերության բաժակ կամ չգիտեմ։ Ես չէ որ պետք է չափեմ իրենց բաժակները, որովհետև դա չի վերաբերում Փաշինյանին, դա վերաբերվում է իմ հայրենիքին, մեր պետությանը։ Տվյալ դեպքում հայհոյանքը վարչապետի անունից դա պետք է լինի հայ ժողովրդի մենաշնորհը։ Մենք կարող ենք հայհոյել, մենք կարող ենք քննարկել, քննադատել, փոխել իշխանությունը, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ դա անի որևէ այլ պետություն։ Այս Սոլովյովի դեմքը երևի տեսել եք, պարոն Խզմալյան, ինչքան կատաղի էր խոսում Փաշինյանի մասին։ Ոնց եք դուք դա նկարագրում։ Ինչու էր այդպես։ Ես չեմ դիտել Սոլովյովի դեմքը, չէ։ Ես ինքս նույնպես պատիվ ունեմ ճակերտներում հաշվարկված լինել այդ ցանկում եւ դեռ տարիներ առաջ Կիսելյովը թե Սոլովյովը ինձ համարում էին եւ անվանում էին իրենց եթերում Հայաստանի գլխավոր ռուսատիաց главный ռուսոֆոբ Արմենիա դա սուտ է միջալոց իրենք ուղղակի իրենց են խառնում Ռուսաստանի հետ բայց հիմա դա էական չէ մեզ համար էական է մի բան ստացվեց այնպես որ ապագաղութացումը Հայաստանում ունի մեկ հոմանիշ դա դերուսիֆիկացիա է որքան էլ դա տգեղ հնչի եւ ցավոտ լինի դա արձանագրել, բայց դա այդպես է։ Մենք պետք է ենթարկենք մեր ժողովրդին, մեր երկիրը դերուսիֆիկացիայի։ Եվ կարծում եմ, որ դա բազմաթիվ ոլորտների է առնչվում։ Ցավոք մեզանում սկսեցին եկեղեցուց։ Ես կարծում եմ դրանով պետք է վերջացնեին եւ թողնեին ընդհանրապես ինքնահոսի։ Գնայք մենք եկեղեցուց կխոսենք, այս ռուսական հեռուստաալիքների հարցը Հայաստանի իշխանությունը մերժում է ֆրանսիական արտե հեռարձակման այսպես հնարավորությունը, բայց նաև գորես պայդրությամբ շարունակում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, իդեպ հեռուստաալիք կոչելը տեսեք այն չի, հա, հաշվի առնելով նրանց արտադրած բովանդակությունը, իդեպ հեչ պարտադիր չի, որ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը կամ նրա ղեկավարին, նրա տարբեր քաղաքական ուժերի քաղաքասարակությանը հայհոյեն աղետ բերող այդ հաղորդման մեջ հենց այդպես էլ տեղի ունեցել էր նկարներ էին հրապարակվել եւ այլ բայց Հայաստանի իշխանությունը խոսում է բայց ասենք ռուբիլնիկը չեն անջատում հա ինչ որ հաղորդումներ են այսպես փակում եւ այլն ինչպես նշեցի մերժելով ֆրանսիական արտեի հեռարձակման այս բանը հայտը կարծում եք այս անգամ մինչև վերջ կկարողանա գնալ իշխանությունը թե էլի պես տարբեր կառավարությունները տարբեր խոսքեր են օգտագործում Ռուսաստանի հետ այդ բարեդրացիական կամ գոնե հավասարաչափ ինչ որ հեռավորության իրենց քաղաքականությունը բնորոշելու համար այս իշխանությունը գերադասում է բալանսավորելու այդ առասպելական բանաձևը ես բալանսիրովկայի հետ հանդիպում եմ երբ որ բոլորիս պես վարորդների նկատի ունեմ գնում եմ անիվների վերանորոգման եւ այնտեղ բալանսիրովկայի հետ միշտ վուլկանիզացիա է այդ վուլկանիզացիան շատ ավելի ճիշտ է բնորոշում քան բալանսիրովկան որովհետեւ պաստորեն ոչ մի բան չանելով աղբը գորգի տակ հավաքելով կառավարությունը հասցրեց իրավիճակը պայթյունավտակ, որտեղ վուլկանիզացիան դա տաքացնելու ռետինա բարձր ճնշման եւ ջերուցման այնց բանի սարքերով հասցնելու իրավիճակ է, որը բավական վտանգավոր է։ Դա զգուշանալ է Հայաստանի կառավարության կողմից, այսպես Կրեմլին չսադրել ոչ adekvat քայլերի գնալ։ Ես հիմա դա չեմ ուզում քննարկել, որպեսզի իմ անձնական գնահատականները չազդեն այդ ամեն ինչին, ես ուզում եմ արձանագրել գլխավորը։ Իր վերջո իրենք անում են այն, ինչ մենք հորդորում ենք իրենց անել։ 21 թվականից Հայաստանի Եվրոպական կուսակցությունը այս կառավարության, այս իշխանությունին հորդորում է անել հենց այդ քայլերը՝ ազգայնացում, դերուսիֆիկացիա, ապագաղութացում եւ Եվրամիության հետ, Եվրատլանտյան դաշինքի հետ
մերձեցում։ Ի վերջո իրենք դա անում են։ Չերչիլը ասել էր մի դեպքում Միացյալ Նահանգների մասին, ամերիկացիները ասեց հոյակապ տղաներ են, իրենք ամեն ինչ ճիշտ են անում, բայց միայն բոլոր սխալները կատարելուց հետո հիմա մեր կառավարությունը, եթե փորձենք բնորոշել, շատ նմանվում է ամերիկացիներին այդ ընդհանուր իհարկե հասկացությունը։ Իրենք արեցին եւ շարունակում են անել բոլոր սխալները եւ ստիպված վերջում մեծ ուշացումով եւ մեծ կորուստներով եւ բարոյական, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ տարածքային այդ կորուստների հաշվին հասցնում են վիճակը անելանելի մակարդակի եւ ի վերջո ստիպված են անել ճիշտ քայլերը։ Եթե այդ քայլերը արվեին ավելի շուտ, շատ կորուստներից մենք կխուսափեինք, բայց հիմա եկեք արձանագրենք, որ վերջին ժամերին մեկը մյուսի ետևից կարծես թե նշмарվում է մի ուղղություն եւ մենք լիահույս ենք։ Ես չեմ ուզում հիմա չարագուշակ լինել։ Ես կարծում եմ, որ միջազգային իրադարձությունը Իրանում կատարվող այդ մղձավանջը իրանա-իսրայելական, իսկ իրականում շատ ավելի ընդարձակ այս բախումը ցույց տվեց Հայաստանին, ինչ միայնակ եւ խոցելի ենք մենք, եւ այստեղից կա միայն մեկ ելք, որը մենք տարիներ շարունակ մատնանշում ենք։ Դա մերձեցումն է արևմտյան դաշինքի հետ։ Պարոն Խզմալյան, Կիրիենկոյի նշանակումը Հայաստանի հարցերով զբաղվող որպես Պուտինի խորհրդական, չէ, նա Պուտինի խորհրդական է, անց Կրեմլում ամիսներ առաջ քննարկման առարկա էր Հայաստանում եւ շատերը փորձում են հասկանալ, թե որոնք են լինելու Ռուսաստանի քայլերը։ Իհարկե այդ հոդվածում Վեդոմստի հոդվածում իբր գրված էր, որ իբր Կրեմլում հաշտվել են այն փաստի հետ, որ Փաշինյանը հաղթելու է, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շանս չունեն Ռուսաստանի ձայնը ներկայացնել եւ կարելի է լեզու գտնել Փաշինյանի հետ եւ այլն, բայց արդյոք այդպես է եւ արդյոք հիմնավոր են այն կասկածները, որ հնչում են այս օրերին, որ Ռուսաստանը փորձ է արել նաեւ պարոն Կարապետյանին ակտիվացնել որպես, այսպես ասենք, գործոն, քաղաքական գործոն, որը միգուցե իր դեմքով, այսպես վարչապետի տեխնացու չդառնա, որովհետեւ նա երկքաղաքացի է եւ այդտեղ կասկածներ կան, արդյոք նա, ասենք, վերջին տարիներն ապրել է Հայաստանում եւ կարող է գրանցվել ընդհանրապես իր տեխնացությունը, բայց փողատեր մարդ է, ֆինանսավորել քաղաքական ուժերի, չգիտեմ, աջակցել եւ այլն եւ այլն։ Այս վերջին կասկածները, որ այս օրերին հնչում են, արդյոք սրանք փաստահեն են, ինչ եք մտածում։ Այս ամենը հասկանալու համար պետք է ուսումնասիրել ոչ թե Կարապետյանի կամ Պողոսի Պետրոսի կենսագրությունը, այլ մեկ այլ մարդու անուն դուք տվեցիք, Կիրիենկոյի, որի իրական անունը իմիջիալոց Իսրայելիտ է։ Դա Վիկիպեդիայում է գրված, այդպես որ թող ինձ չմեղադրեն, որ ես հակասեմիտական միջոցառություններ եմ անում, չէ, դա պաշտոնապես է։ Ուրեմն, պարոն Կիրիենկոն բացի վարչապետ լինելուց կարճ ժամանակ եւ դա խայտառակ ժամանակաշրջան էր, որը կապված էր 1998 թվականի այսպես կոչված մեծ դեֆոլտի հետ, երբ որ առաջին անգամ ռուսական ամբողջ տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը փլուզվեց եւ արժեզրկվեց։ Շատ ավելի կարեւոր է նրա գործունեությունը ձեր նշած ոլորտում, որպես Պուտինի խորհրդական։ Երկու կարեւոր բան։ Նա ղեկավարում էր ռուսական հատուկ գործողությունները ոչ թե ռազմական, այլ քաղաքական Մոլդովայում, Տաթարստանում եւ Բաշկորտոստանում, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ Տաթարստանն եւ Բաշկորտոստանը միգուցե Ուկրաինայի չափ կարեւոր են եւ քանի որ իրենք ռուսական դաշնության մաս են կազմում, իրենք ողնաշարն են այդ փխրուն իրականում վիշապի եւ ինչպես ես վերջերս նկատեցի, նա ղեկավարում էր Աբխազիայի այդ բարդ քաղաքական գործընթացները, բոլոր ռուսերը անջատել են Աբխազիայում եւ ըստ էության իշխանապողություն են անում պրոռուսական անձի վերելով։ Եվ Կիրիենկոյի միջամտությունը միշտ իմիջիալոց շատ մեծ էֆեկտ է բերում, որովհետեւ իրենք կարողացան հաշտեցնել եւ Տաթարստանը եւ Բաշկորտոստանը, որոնք ապստամբության եզրին էին, եւ Սուխումը, փաստորեն, որը նույնպես ապստամբում էին արդեն Կիրիենկոյի գալուց հետո ամեն ինչ հանդարտվեց Ռուսաստանի համար։ Եվ այստեղ ես տեսնում եմ, որ Կիրիենկոյի քաղաքականությունը ոչ թե ապստամբություն պատրաստելն է, ոչ։ Նա բերում է քաոս, բայց
փորձում է կառավարելի քաոս պահել։ Այդպես որ եւ Կարապետյանը եւ Քոչարյանը եւ այլ անուններ Արշակ Կարապետյան կարելի է այստեղ հիշել, մարդիկ ում ռուսները որպես խաղակարտեր նետում են սեղանի վրա, իրականում ոչ թե իշխանափոխություն պետք է ապահովեն։ Ըստ Կիրիենկոյի պլանը շատ ավելի չեմ ասի մեղմ է, շատ ավելի նենգ է, բայց մակերեսում իրենք չեն ձգտում իշխանափոխության, իրենք ձգտում են, որ Վրաստանի պես Հայաստանը դառնա կառավարելի եւ գերադասելի է Փաշինյանի օրոք։ Եվ այստեղ որ Փաշինյանի համար մեծագույն վտանգ է, որովհետեւ վերջի ամիսներին գնում էր Հայաստանի վրացիացումը։ Սա է Կիրիենկոյի գաղափարը, սա է Կիրիենկոյի պլանը, դարձնել Հայաստանը Վրաստանի պես մի երկիր, որը պետք չէ որ մտնի Ռուսաստանի կազմի մեջ, դուրս գա Միութենական պետություն եւ այո, իրենց պետք չէ Ռուսաստանը Հայաստանը կներեք հապկի անդամ, թող չլինի հապկում, բայց նա թող չլինի Եվրոպայում, թող այս գորշ գոտում մնա, ինչպես Վրաստանը, թող մնա որպես ընդամենը պատժամիջոցները շրջանցելու, փողեր լվանալու միջոց։ Այն ինչ իրենք անում են անձերի հետ, օրինակ Ռուբեն Վարդանյանին էին այդպես օգտագործում։ Հետո երբ որ պետք չլինի, արդեն կթափեն։ Իրենք գցում, թափում են բոլոր օգտագործված պարագաները։ Այս էր Կիրիենկոյի պլանը եւ այն որ Փաշինյանը վերջին օրերին, վերջին ժամերին կարծես թե մեկը մյուսի հետևից անում է իմ եւ մեր կուսակցության տեսակետ ճիշտ քայլեր, դա հույս է մեր շնչում, եթե նա ինչպես սովորաբար եղել էր անցյալում չկանգնի եւ նորից հետընթացում ենք չտեսնենք։ Տեսեք, այո, Սալավյովը ըստ էության պարոն Կարապետյանին պաշտպանում էր հայհոյելով Փաշինյանին եւ նրան տուրկոլ ասելով։ Իսկ մինչև այդ Քոչարյանին էր պաշտպանում, մինչև այդ Գարեգին երկրորդին էր պաշտպանում։ Այո, նա հայ եկեղեցասեր է Սալավյովը, մեծ հայասեր է պարոն Սալավյովը, շատերը չգիտեն այդ մասին, երեք բացահայտվեց։ Արցախասեր է, իդեպ Արցախ բառներն է օգտագործում։ Այո։ Եվ Տիկին Զախարովան ասում էր, որ մենք կպաշտպանենք Ռուսաստանի քաղաքացի եւ Եվ տարբեր, ասենք, ռուս պրոպագանդիստներից մեկը ասում էր, հեծը խլում են, որ թուրքերին տան եւ այլն, էլի։ Ոչ թե ազգայնացնեն, իդեպ դա հետաքրքիր հարց է, արդյոք ինչու են նման թեզեր առաջ քաշվում, բայց դրանք քիչ անց կանդրադառնանք։ Լավ, ռուսական այս պաշտպանության օղակը, որ պարոն Կարապետյան շուրջ Ռուսաստանից մենք տեսնում ենք, արդյոք բավարար է նշելու, որ նա Ռուսաստանի մարդն է, այսպես հակիրճ, հա, նկարագրեմ եւ նրա բոլոր գործողությունները, այդ թվում մասնակցել է եկեղեցու պաշտպանության, դա այսպես Ռուսաստանից է հրավիրված։ Միգուցե մարդը ունի ներքին համոզմունքներ, իրապես հայ քրիստոնյա է, այսպես ազնիվ մղումներով ուզում է պաշտպանել Գարեգին երկրորդին, Նիկոլ Փաշինյանից եւ այլն եւ այլն։ Եթե խոսենք քրիստոնեությունից, հիշենք Բայց եկեք շատ չխոսենք։ Ես ընդհանրապես մեկ մեջբերում կանեմ Հիսուս Քրիստոսից, նա ասել է մի դեպքում մի առիթով ասեց որտեղ որ գանձն է ձեր այնտեղ էլ սիրտն է ձեր եւ ամերիկացիները ավելի կարճ են ասում follow the money հետևեք որտեղից է գալիս փողը գալիս է Ռուսաստանից բոլոր այն մարդկանց դեպքերում ում անունները մենք այսօր քննարկում ենք նրանց փողի այսինքն նյութականի եւ ամեն ինչի աղբյուրը Ռուսաստանն է Ոստի այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Նրան էին փոխանցել ռուսները իրենց պատկանող էլեկտրացանցերը, չէ՞, չմոռանանք որ։ Բիբինից հետո այո։ Այո։ Այսինքն նրան հատուկ եւ ինքը չէր էլ ուզում։ Էլեկտրիկ Երևան։ Իդեպ այս օրերին էր դա 10 տարի առաջ ուղիղ 10 տարի առաջ այո։ Եվ մնաց նրա բոլոր մնացած քայլերը այսպես թե այնպես Հայաստանում թե Արցախում դրանք կարող են լինել շատ ազնիվ մղումներ, օրինակ հիվանդանոց սարքել Ստեփանակերտում։ Այո, ինչու՞ չէ։ Պարզապես Ադրբեջանի, ասենք, կամ Իսրայելի օլիգարխները աշխատում են իրենց հայրենիքի համար։ Մեր օլիգարխները աշխատում են Մոսկվայի համար։ Ում անունը դուք չտաք։ Միգուցե 1-2 բացառություն կա, որոնք հենց Մոսկվայում էլ բանտարկվել եւ սպանվել են։ Մնացած բոլորը, այս է տարբերությունը, հայ
գործարարների, հայ մեծահարուստների, ասենք խոսեք Արա Աբրահամյանի մասին, խոսեք Ռոբեն Վարդանյանի մասին, ցավոք սրտի նրանք ի վերջո գործում են Մոսկվայի շահերից եւ դա տարածվում է մեր կյանքի տարբեր ոլորտներին։ Այդպես էր գործում մեկը մյուսի հետևից բոլոր գեներալները, ում գեներալի կոչումը տվել էր Փաշինյանը, չէ՞։ Ես այն օրը սկսեցի հաշվել, հետո արդեն խառնվեցի։ Վերջերս ԱԱԾ-ի պետը, նախկին ԱԱԾ-ի պետը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի կամ ոստիկանապետը, այդ բոլոր գեներալները ինչու են իրենք հեռացվում, որովհետև իրենք աշխատում են Մոսկվայի համար։ Չկա աշխարհում մեկ այլ պետություն, որի ամբողջ այսպես կոչված կեղծ ճակերտավոր վերնախավը ռազմական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային ծառայի մեկ այլ պետությանը այդպիսի բան չկա։ Որևէ տեղ դուք նման չափի, նման ծավալի, նման խայտառակ աստիճանի բան չեք գտնի։ Բայց պարոն Խզմելյան, ներեցեք, եթե Պուտինը Գարագի երկրորդին պարգևատրել է մեդալով հայ-ռուսական բարեկամության ինչ-որ նպաստելու կամ Գարագի երկրորդի եղբայրը Եզրաս Սրբազանը ռուսահայ թեմի առաջնորդն է, դա նշանակում է եկեղեցական վերնախավը այնպես ռուսական ազդեցության տակ է, հա։ Դա չի նշանակում, դա վերջն է, պսակն է։ Դրա սկիզբը շատ ավելի խորն է գնում։ Դա գնում է 40-ական թվականներ, 20-րդ դարի, երբ որ Իոսիֆ Ստալինը 42-3 թվականին պատերազմի ծանրագույն ժամանակներին որոշեց թույլ տալ բոլոր եկեղեցիների գոյությունը։ Դրանք մինչև դա ոչ թե անջատված են սովետական միությունից որպես պետություն, իրենք արգելված են, իրենք կատակոմբներում էին, ստվերում, չուլաններում էին գործում, ինչպես վերջերս պարզեց նորաձև մի բառ հայտնվեց։ Այո, վարչապետ, այո, հայերենը հարուստ է, տեսնում եք։ Իսկ նա փաստորեն իր եւ Գերագույն խորհրդի սովետական միության հրամանով հիմնադրեց ռուսական եկեղեցին, ուկրաինական, վրացական, նաև հայկական եկեղեցին։ Հայկական եկեղեցին ստացավ կոնդակ փաստորեն հրովարտակ, այս անգամ ոչ թե Յազգերտից, այլ Ստալինից։ Թիզբոնի տեղը փոխվեց, բայց մեր եկեղեցին կրկին դրսից ստացավ, այլ ոչ թե ներսից։ Այդ ժամանակից եւ ռուսական, եւ վրացական, եւ հայկական եկեղեցին աշխատում են հիմնականում Մոսկվայի վերահսկողության տակ։ Դա հիմա էլ է այդպես, եւ արտասահմանում էլ է այդպես, ցավոք սրտի։ Այ ո՞նց ենք դա հասկանում։ Ո՞նց է դա դրսևորվում, որ ասում եք Մոսկվայի ազդեցության տակ են աշխատում, ասենք կյանքում դա ո՞նց է դրսևորվում։ Դուք շատ մեծ եւ վտանգավոր խոսակցություն եք սկսում, ես 1-2 նախադասությամբ չեմ կարողանում։ Սովորություններից մեկն է վտանգավոր բաներ ասելը։ Ես պատրաստ եմ ասել այդ վտանգավոր բաները, բայց դա այդքան լուրջ է, որ դրան պետք է անդրադառնալ հատուկ եւ այստեղ մի երկու մասնագետ պետք է հրավիրել, որ իմ ասածը Ես գիտեմ այդպիսի մասնագետի, որը ուսումնասիրում է Ստալինյան եկեղեցի հասկացությունը, արխիվում է աշխատում, հնարավորության պարագայում իհարկե մենք եթեր կհրավիրենք։ Ես մեկ բան միայն, մեկ օրինակ ասեմ։ Ինձ ամենաուժեղ խոցած, վիրավորած բանը։ Ես դա չէի ասում, բայց այս օրերին դա էլ պետք է ասվի։ Դա ոչ միայն մեր եկեղեցու կախումն է Ռուսաստանից։ Ռուսաստանը փտացնում է այն ամեն ինչին կպնում է։ Եվ ինչպես քաղաքական, մշակութային, այդպես էլ եկեղեցական կյանքում իշխանության գալիս էին հատուկ ընտրված մարդիկ եւ դա բերեց մի ամենամեծ խայտառակությունը վերջի տասնամյակներին, ինչ արել է մեր եկեղեցին։ Ես չգիտեմ, գիտեք դուք թե ոչ։ 90-ականների սկզբին վաճառվել է մեր եկեղեցին, Երուսաղեմի պատրիարքը վաճառել է հрьяաներին Գեթսիմանի այգին։ Գեթսիմանի այգին, որտեղ վերջին գիշերն էր անցկացրել Քրիստոսը եւ որը երևի ամենամեծ սրբավայրն է, պատկանում էր հայոց եկեղեցուն։ Եվ այսօր շատերը ասում են Կովի այգու մասին, հա, դա ընդհանրապես մի փոքրիկ հարթակ է, պարկովկայի տեղ է։ Գեթսիմանի այգին է վաճառվել։ Ինչեր են վաճառվել Վենետիկում, կաթոլիկ մեր եկեղեցին։ Այսինքն սա չի վերաբերում միայն մեր առաքելական եկեղեցուն, տեսնում եք։
Մեր առաքելական եկեղեցու մասին առանձին կարելի է ասել։ Ես ուզում եմ ասել, սա երևույթ է։ Սա մեր ազգային խայտառակությունն է, մեր ամոթն է, որովհետև երկրում վերացվել է վերնախավը, եկեղեցական, մշակութային վերնախավը, քաղաքական վերնախավը։ Սա է պատճառը, ասպետականությունը, ազնվականությունը երկրի կյանքում բոլոր ոլորտներից վերացվում էր, եւ դա արվում էր կայսրությունների միջոցով։ Բյուզանդական, որը տանում էր մեր ազնվականներին իր մոտ, օսմանյան, ռուսական, սովետական եւ հիմա պուտինյան։ Տեսեք, այս օրերին, չգիտեմ, բանավեճ ասենք, կռիվ ասենք, ինչ ուզում եք ասեք, կա, այսպես ասենք, սուր հակամարտություն Հայաստանի քաղաքական իշխանությունների հոգևոր բարձրաստիճան դասի, նաև իհարկե սա մասնակցում է դիմությունը եկեղեցականների կողմից։ Փաշինյանը մի հարց է տալիս, ասում է դուք խախտել եք կուսակրոնության ուխտը, թե չէ։ Հերքում չկա օրինակ որևէ բարձրաստիճան հոգևորական Գարեգին երկրորդը լինի, Շիրակի թեմի առաջնորդը լինի, ով ուզում է լինի, որևէ մեկը չի կանգնում եւ ասում դու ստում ես, անլիծվես օրինակ Փաշինյան ստելու համար եւ մեզ զրպարտելու։ Այդ դուք որպես հայ առաքելական եկեղեցու ճիշտ գիտեմ, չէ՞։ Այո, ես մկրտված եմ մեր եկեղեցուն։ Դուք այս զրույցը ոնց եք ընկալում, պարոն Խզմելյան։ Սա ձեզ համար քաղաքական շահարկման փորձ է Փաշինյանի կողմից, ասենք կեղտոտել եկեղեցին եւ այլն։ Այո, միանշանակ։ Թե սա, այսպես ասենք, հոգևոր պարտք է կատարում մարդը, այսպես ասենք։ Եկեք իրար չխաբենք։ Նախ սա առաջի բախումը չէ եւ Փաշինյանը դեռ 18 թվականից անմիջապես հետո փորձում էր գրոհել եկեղեցուն իմիջիալուց այդ ժամանակ նա շատ ավելի մեծ աջակցություն ուներ երկրից, որտեղ մեծ էին հույսերը, եւ այդ հույսերը կապված չեն եկեղեցու հետ, դա կապված էր մեր ողջ կյանքի հետ, եւ մինչեւ որ վերջին ժամերին Փաշինյանը չսկսեց իրական քաղաքականություն վարել, իրականացնել, որը վերաբերում է ոչ թե եկեղեցուն, որը վերաբերվում է այն ոլորտներին, որոնք իր կառավարության, իր ուխտի մեջ են մտնում, որովհետև այն ուխտը, որը տվել է կաթողիկոսը, եպիսկոպոսները եւ եկեղեցին, դա նրանց ներքին կյանքն է։ Մենք կարող ենք անջատել դա։ Ես որպես քրիստոնյա զավակ եմ ձեզ հարց տալիս։ Մենք ընտրել ենք ոչ թե քրիստոնյա զավակ Փաշինյանին եկեղեցին մաքրելու, մենք ընտրել ենք վարչապետ մաքրելու համար ԱԾ-ն, մաքրելու համար էլեկտրացանցերը, երկաթուղին, բանկերը, հանքերը, մամուլը, քաղաքական դաշտը, ազգային ժողովը, դրանցից որ մեկն է արված, շատ քիչ է արված։ Եվ մինչև որ նա չսկսեց, այն պահից, երբ որ նա ազատում է աշխատանքից ԱԱԾ-ի հերթական դրածոյին, մինչև որ նա չասեց ազգայնացում բառը, որը չի կարող ընդհատվել էլեկտրացանցերը, որը պետք է անպայման եւ հանքերին հասնի, եւ ամուսարին հասնի, եւ երկաթուղուն, եւ տնտեսության բոլոր մինչև այդ պահը ես համարում եմ, որ այս ամենը կեղծավորություն է, որովհետեւ երբ որ տուն են նորոգում, սկսում են հիմքից, այլ ոչ թե գմբեթից։ Որ հեցին կպավ, այսինքն համարեցիք անկեղծ է Փաշինյանը։ Ես տեսնում եմ, որ նա ի վերջո անում է այն, ինչ պետք է աներ վաղուց, ինչից պետք էր սկսվեր այս ամենը, եւ նա չի կարողանա սահմանափակվել հեծով։ Ուրիշ հարց է, որ նա ժամանակին անում էր փայլուն բաներ, բայց չէր ավարտում ոչ մի բանը։ Որն էր ամենափայլուն բանը եւ ամենակարևորը։ Դա անգամ հեծը չէ, անգամ տնտեսությունը չէ։ Նախ եւ առաջ չկա պետություն առանց անկախ մաքուր դատաիրավական համակարգի։ Երբ որ նա անում էր վեթինգը, դա միակ դեպքն էր, երբ ես եւ գործընկերներիցս շատերը ես կոչ արեցի, հիշում եք մի անգամ նա 19 թիվներ կարծեմ կոչեց մարդկանց շրջափակել դատարանները։ Այդ միակ դեպքն էր, երբ ես անձամբ մասնակցում էի Փաշինյանի որևէ շարժմանը, որովհետև ես տեսա, որ սա միակ եւ ամենաճիշտ ձևն է, բայց ինչով էս ամենը վերջացավ։ Ոչինչով, ոչ վեթինգ եղավ, ոչ դատավորները փոխվեցին, ոչ էլ դատաիրավական համակարգը մաքրվեց, լյուստրացիա չեղավ։ Մենք այդ հույսով ենք գնում։
Եվ հիմա փոխարինել իրական լյուստրացիան եկեղեցով չի ստացվի։ Նախ չի ստացվի, որովհետև նրան թույլ չեն տա դա անելու, պարզ պատճառով, որովհետև նա դրանից չէ, որ պետք է սկսի պետության բարեփոխումները։ Դրանով վերջացնում են բարեփոխումները։ Ժողովուրդն ինքն է ցանկանում մաքրել իր հոգեկան, հոգևոր կառույցները, բայց սկսել պետք է դատարաններից, պետք է սկսել բանակից, անվտանգային համակարգից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից եւ հետո բարձրանալ, հետո տնտեսությունը, բանկերը, մամուլը, քաղաքականությունը եւ վերջում միայն եկեղեցին։ Դու կարծում եք Նիկոլ Փաշինյանը այդպես մանրամասնորեն ուսումնասիրում է կտակարանը, ինչ որ կրոնական օրենքներ, կանոններ, սաղմոսներ, գիտի, այսպես ասենք, կշտամբող եկեղեցական կանոններ չպահող, հոգևորականներին կշտամբող ինչ սաղմոսներ եւ ինչ որ կանոններ կան եւ նա դարձել է կրոնագետ, պարոն Խզմելյան, կարծում եք նա է դարձել կրոնագետ, թե ունի լավ խորհրդականներ այս թեմայով։ Նա ունի շատ վատ խորհրդականներ։ Երբ որ նա լսում էր մեր խորհուրդները, նա անում էր փայլուն քայլեր։ Մեր հորդորներով առաջնորդված նա արեց իր այս 7 տարվա ամենակարևոր քայլը։ Օգնեց, որ ընդունվի օրենքը Եվրամիությանը անդամակցել։ Իդեպ կնեք, պարոն Կարապետյանը դեմ էր այդ օրենքի։ Իհարկե դեմ էր։ Իհարկե դեմ էր։ Նա խոսում էր, ահա ինչու եմ ես այդքան ոգևորված, որովհետև երբ որ այն ժամանակ նրան կանչեին եւ ասեն, իսկ ինչ գործ ունի գործարար Կարապետյանը աշխարհակաղակական ուղղության հետ։ Դա կներեք քաղաքականություն է, դու զբաղվիր բիզնեսով։ Ինչպես նաև եկեղեցի հարցերով նույնպես ոչ գործարարը, ոչ վարչապետը չպետք է որ զբաղվեն։ Եվ այստեղ ձեր հարցին ես չեմ պատասխանի, որովհետև ոչ թե ես գիտեմ թե չգիտեմ կրոնագետ է Փաշինյանը թե ոչ։ Ժողովուրդը նրան դրա համար չէ որ ընտրել է։ Ես չեմ մասնակցել նրա ընտրություններին, որովհետև ամեն անգամ փորձում էի եվրոպական կուսակցությունը հակադրել որպես իշխանության առանցք եւ ճանապարհ։ Նա ընտրվել է մեծամասնության կողմից բոլորովին այլ նպատակներով եւ նա չի արդարացրել դեռևս սա այս 7 տարի անց նա նոր կարծես թե սկսում է անել այն ինչ պետք է աներ 7 տարի առաջ։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Խզմելյան։